Բարի լույս իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, աշխարհով մեկ սփռված հայեր ջան, բարի Աստծո լույսը բոլորիս հետ, բարևի մեջ արև կա, վաղորդյան լույս ու շող կա, բարևի մեջ օրհնանք կա, Աստծո սեր ու կյանք կա, թող ձեր օրը լցված լինի սիրով, ջերմությամբ իմ շատ սիրելի բաժանորդներ ջան, իսկ հիմա եկեք կոֆե դնենք, որ միասին խմենք, ես իմ կոֆեն դրեցի, դուք էլ ձերը դրեք, արդեն իմ կոֆեն պատրաստ է, բարձրացավ, ինչպես միշտ մի հատ խառնեմ, վերջ, լցնեմ ու գնանք, ներս, ինչպես եք, ես լավ եմ, հույսով եմ դուք եք լավ, արդեն կոֆեն և ջուրը պատրաստ է, բայց մինչև կոֆեն խմելը, ես ուզում եմ կարդալ Դավիթի Սաղմոսից, գլուխ 5-րդ, առաջի խոսքից 5-րդ խոսքը, սիրով ձեզ համար և ինձ համար, ով Տեր, ականջ դիր իմ խոսքերուս, միտք առ իմ աղաղակս, իմ կանչելու ձայնին մտիկր է, ով իմ թագավորս ու Աստվածս, վասնզի ես քեզի կաղաչեմ, ով Տեր, արտում պտի լսես իմ ձայնս, վասնզի դուն աներոյություն ուզող Աստված չես, չարը քո քովքդ պտի չբնակվի, հպարտները քո աչքերու առջև պտի չկենան, բոլոր աներոյությունները գործողները կատես, փառք քեզ, ամեն, սիրելիներս, Աստված բարի է, բոլորս էլ գիտենք, կամեցող է, աղոթեք, մաքրեք ձեր հոգիները, հրաշքներս, հավատքը կփրկի աշխարհը, հայտնեք Աստծուն շնորհակալություն ամեն օր, ամեն ժամ, գոհացեք Աստծու տվածով այն ամենը, ինչ ունեք դուք, իսկ հիմա ջուրը խմեմ, սիրելի հետևորդներ ջան, ուզում եմ ձեզ ասել, փոփոխություն զգում եք, իհարկե նիհարելու տեսակետով, եթե զգում եք, գրեք գրառման բաժնում, իմ լավ բարեկամներ, սիրելիներս, շուտով նոր տարին է, նախատոնական օրերն են արդեն սկսվել, բոլորս գնումներ են կատարում, պատրաստում ենք, եղևնին ենք զարդարում, տունն ենք զարդարում, ասեմ, որ մենք ոչինչ դեռ չենք գնել, ուղղակի դե իհարկե բաստուրմայի սուջուխը, ընկյուզի սուջուխը արդեն պատրաստել եմ, ուզում եմ ասեմ, ես շուտ չեմ պատրաստում ոչինչ, ոչ բլինչիկ, ոչ խոսքի լիստերն եմ պատրաստում, ոչ իշլի քյուֆտան, ես պատրաստում եմ ամսու 28-ից հետո բոլորը, այստեղ ոչ մի գնային փոփոխություններ չի լինում, գները նույնն են մնում, կարիք չկա շուտ պատրաստել դնել սառցախցիկը, սիրում եմ թարմը պատրաստենք և թարմը վայելենք, ինձ հերթ չի տալի կեշան, դայլայլում է, ուրախանում է ձայնս լսել է, մի խոսքով սիրելիներս, դուք ինչ պատրաստում եք, անուշ վայելեք, թող խաղաղություն լինի, թող առողջություն լինի, նոր տարին էլ գա իր հետ բերի բարություն, հաջողություն, առողջություն, սիրելի հետևորդներ ջան, իսկ Հայաստանում գները շատ մեծ փոփոխվում են, դրա համար արդեն պետք է գնումները կատարեն, հիմա կոֆեն կխմեմ, կվերջացնեմ, մազերս ինչպես միս գազօջախի մոտ կանգնելու ժամանակ հավաքած է և խոհանոցային գոգնոցը պետք է անպայման կապեմ,
և կորոշեմ, թե այսօր ինչ եմ պատրաստելու։ Այսօր պատրաստելու եմ շատ հեշտ հասարակ ուտեստ։ Իսկ հիմա հարսուկիսուր մաքրում ենք խաշը։ Կիրակի օրվանից մինչև առեսօր սառը ջրի մեջ է եղել, ջուրը 2-3 անգամ օրը փոխել ենք, մաքրել ենք, նորից լցրել ենք, ամեն օր մաքրել ենք, այսօր էլ վերջնական մաքրենք, պետք է կիրակի օրը արդեն խաշը պատրաստ լինի առավոտյան։ Սիրելիներս, խաշը պետք է այնպես մաքրես, որ սպիտակի, ճերմակի, ոչ մի ավելորդ մազ, ոչ մի բան չմնա, որ հաճույքով, սենց ախորժակով ուտես, ինչ-որ բան, որ գտնվում է մազ կամ չես կարողանում վայելել այդ խաշը։ Ասեմ, որ կյանքումս ծնված օրվանից մինչև առ այսօր խաշ չեմ կերել և չեմ էլ ուտում, սիրելիներս, բայց միշտ էլ պատրաստում եմ ընտանիքիս անդամների համար։ Հիմա կմաքրենք հարսուկիսուր, ասել խոսելով, սուրճ խմելով, ուրախ, զվարթ, վերջում ձեզ ցույց կտանք արդեն, իմ լավ բարեկամներ, խաշի պատրաստման եղանակն էլ ձեզ հետ եմ պատրաստելու, իմ լավ բարեկամներ, բաժանորդագրվեք, լայքեք և սեղմեք զանգակոճակը, որպեսզի ալիքը տարածվի։ Սիրում եմ ձեզ բոլորիդ։ Այսպես հերթով մաքրում ենք, տեսնում եք, սպիտակ, ճերմակ, մաքուր է, ուղղակի մի հատ էլ սենց աչքը անցկացնում ենք նորից, վերանայում ենք, ոնց որ ասած, ամեն մի ոսկոր, փորն էլ առանձին ենք դրել ջրի մեջ, առանձին ենք մաքրել, չենք խառնելու այս տոտիկների հետ, առանձին էլ եփելու են փորը։ Իսկ հիմա վերջնական տեսքը տեսաք, սիրելիներս, ինչքան սպիտակ, ճերմակ դարձավ։ Ահա, նորից լցնենք ջուրը, 2 օր էլ ունենք, կիրակի առավոտը պատրաստ կլինի, սա էլ խաշը, փորն էլ առանձին է։ Մինչ գործը կավարտեինք, Viber-ից հարցս մի քանի օր առաջ պատվիրել էր մեր բազմոցների դիվանի համար ծածկոցներ, Մարինկաս ցույց է տալի, մենք զբաղված ենք, Մարինկաս է ցույց տալիս, շատ գեղեցիկ, գույն ունի, մեր կահույքին համապատասխան գույն։ Կծածկենք մեր կահույքը, որ շուտ չկեղտոտվի, իսկ այս ծածկոցը հեշտ է լվանալը։ Հիմա Մարինես գեղեցիկ կծածկի և արդեն փռած ժամանակ էլ ձեզ ցույց կտամ, սիրելիներս, այս վերջի գնումները բոլորը մեր ընտանիքի նոր տարվա նվերներն են։ Տեսնում եք, ինչքան գեղեցիկ է ծածկած արդեն կահույքը, և կռուժավաները ծածկոցների շատ սազում են մեր բազմոցի և դիվանի ուզորների հետ, շատ գեղեցիկ է։ Սիրելի հետևորդներ ջան, ջահը դեռ չենք կախել, հենց որ կախենք, ջահն էլ ցույց կտամ։ Տապակի մեջ դրել եմ մի կտոր կարագ, մի փոքր բուսայուղ, մանրացրած սոխ և տապակում եմ, այսօր պատրաստելու եմ շատ համեղ հագեցնող ուտեստ, կտապակեմ այնքան, մինչև կարմրի, այստեղ էլ բաղադրիչներն են այդ համեղ ուտեստի, կարմիր պղպեղ, տոմատի մածուկ, աղացած միս, մի փոքր ջուր և լապշա թռչնի բույն։ Արդեն լավ տապակվել է սոխը, դարձել է ոսկեգույն, սոխի վրա կավելացնեմ 1 թեթև ճաշի գդալ կարմիր աղացած պղպեղ, սոխի հետ կխառնեմ պղպեղը, տեսեք ինչ գեղեցիկ գույն ստացավ սոխը, պղպեղի վրա կավելացնեմ 1 լավ ճաշի գդալ տոմատի մածուկ, նորից կխառնեմ,
արդեն մեր թանձրուկի գույնը գրավիչ է։ Ավելացնում եմ մի փոքր ջուր։ Խառնելուց հետո մի փոքր էլ եմ ավելացնում։ Բերանը ծածկեմ, թող 1 րոպե եռա։ Արդեն եռում է, պետք է ավելացնեմ այս թանձրուկի մեջ սև պղպեղ աղացած և աղ։ Սա էլ աղը։ Խառնեմ։ Համեղ թանձրուկը պատրաստ է, հիմա թանձրուկի մեջ պետք է շարենք թռչնի բնի տեսքով լապշաները։ Այսպես հերթով կշարեմ։ Սները հանեմ։ Լապշաները շարելուց հետո բերանը կծածկեմ, կթողնեմ եփվի մի փոքր, որպեսզի թուլանա լապշաների բնիկները, որ հեշտ կարողանամ տեղադրել մսագնդերը։ Հիմա թուլացել են, կփորձենք։ Արդեն լավ բացվում են։ Բնիկները կշարեմ մեջտեղում մսի գնդիկները հերթով։ Սիրելիներս, ինձ մոտ տոլմայի միջուկն է, որ պատրաստել էի։ Շարել վերջացնելուց հետո բերանը կծածկեմ, թող եփվի։ Արդեն պատրաստ է մսագնդիկներով մեր լապշայով փլավը։ Սիրելի հետևորդներ ջան, տեսքը շատ ախորժելի է։ Փորձեք, պատրաստեք, համեղ է ստացվում։ Սա էլ մսագունդներից ավելացավ, ուղղակի թանձրուկի մեջ դրեցի և շատ համեղ ուտեստ է, սիրելի հետևորդներ ջան, անջատեմ և այսօրվա ուտեստը պատրաստ։ Այստեղ էլ սիրով ձեզ համար նվագում է իմ թոռնուհին Անգելինաս։
այսքանը, սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ ինձ հետ էիք։ Շնորհակալ եմ, որ հոլովակը դիտեցիք մինչև վերջ։ Շնորհակալ եմ, որ այսքան բարի եւ դրական եք։ Այսքանով ավարտում եմ այս հոլովակը, մաղթելով ձեզ երկար տարիների առողջ եւ օրհնված կյանք։ Ձեզ հետ էր ձեր սիրելի տիկին Մարինեն։ Ցտեսություն բոլորիդ, մինչ նոր հանդիպում։